Փետրվարի 18-ի առավոտյան ժամը 5-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում տվեց Բերդ քաղաքի մի բնակիչ։ Նա հայտնեց, որ գիշերվա ժամը 2-ից 3-ի կողմերը ձայներ են լսել Մաշտոցի փողոցում գտնվող խանութի կողմից, մոտեցել եւ ճաղավանդակի արանքում նկատել են լինգ, ընդ որում ոչ մի բանի ձեռք չէին տվել։ Իրենց ուժերով պահել էին դեպքի վայրը, մինչ իրավապահները կհասնեին։ Դեպքի վայր մեկնեց բաժնի օպերատիվ խումբը, ակնհայտ էր, որ փորձել էին հանել ճաղավանդակն ու գողություն անել խանութից։ Բերդի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ։ Քրեական հետախույզներն էլ զուգահեռ իրացնելով օպերատիվ հետախուզական տվյալները, նույն օրը ցերեկը ժամը 13:30-ին իր տան մոտ հայտնաբերեցին Բերդ քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ 32-ամյա երիտասարդին, հրավիրեցին բաժին, որտեղ նա խոստովանեց, որ գողության փորձ կատարողը ինքն է։ Ըստ նախնական տեղեկության հանցագործությունն ավարտին հասցնելուն նրան խանգարել էր պատահական մի մեքենա։ Մթության մեջ նկատելով մոտեցող լուսարձակները 32-ամյա երիտասարդը ենթադրել էր, թե կարող են ոստիկաններ լինել։ Ամեն ինչ թողել էր տեղում եւ շտապ հեռացել։ Տղամարդը ներկայացվել է Բերդի քննչական բաժին, դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։